Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն Շիրակի մարզը կրկին ճանաչվել է ամենաաղքատը։ Աղքատության մակարդակը մեր մարզում կազմում է շուրջ 48%։ Մարզերի համաչափ զարգացման մասին իշխանությունները բազմիցս են խոսել, մի շարք ծրագրեր մշակել, սակայն գործնականում այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Պետք չէ զարմանալ, որ Շիրակի մարզը ճանաչվել է ամենաաղքատը, ասում է Սեյրան Մարտիրոսյանը։ Կա նաև մեկ այլ խնդիր՝ աղքատությունը կրճատելու ուղղությամբ կառավարությունը չի ցանկանում իրատեսական քայլեր ձեռնարկել։ Եթե իշխանությունները ցանկանային, վաղուց արդեն այդ խնդրին լուծում կտային։ Մշտապես խոսվում է, որ Շիրակի մարզը աղետի գոտի է համարվում, սակայն 23 տարի շարունակ դա շահարկելը ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նաև փաստում է, որ տասնամյակների ընթացքում այն լուծում չի ստանում։ Շատ ու շատ երկրներ, շատ ու շատ տարածքներ այսպիսի մեծ կատակլիզմներից հետո լուծումները գտնում են նաև բարենպաստ պայմաններ ստեղծելով այդ տարածքի համար։ Շիրակի մարզում ոչ մի հատվածում որևէ տարբերակով որևէ տնտեսական ազատ կոդի եւ այլն ոչ մի այդպիսի համակարգ չստեղծվեց։ 8390 քաղաքացի Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնում գրանցված գործազուրկների թիվն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում գործազուրկների թիվը ավելացել է, որ աղքատության մակարդակը Շիրակի մարզում բարձր է, ըստ կենտրոնի տնօրեն Ամալիա Ադամյանի որոշակիորեն կապված է վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի կասեցումով։ Ծրագրին մեր մարզից մասնակցում էր շուրջ 3 տասնյակից ավելի քաղաքացիներ, սակայն վերանշված թիվը գործազուրկների իրական պատկերը չի արտացոլում։ Հատկանշական է, որ գրանցված գործազուրկների շուրջ 65%-ը կանայք են։ Սա բացատրվում է նրանով, որ տղամարդկանց զգալի մասը մեկնում է արտագնա աշխատանքի եւ չի գրանցվում զբաղվածության մարզային կենտրոնում։ Թվերը շատ ավելի մեծ են, որովհետև բոլորս լավ գիտենք, որ ոչ բոլոր աշխատանք փնտրող քաղաքացիներն են, որ դիմում են զբաղվածության պետական ծառայություն, այնպես որ սա իրական պատկերը իհարկե չի ներկայացնում։ 2011 թվականի 4 ամիսների ընթացքում Շիրակի մարզից արտերկիր մեկնողների թիվը 316 է եղել, իսկ մարզ վերադարձողների թիվը 625։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալության ամփոփ բաժնի պետի տվյալները խոսում են այն մասին, որ միգրացիոն ցուցանիշը դրական է կազմել, սակայն նշել, որ բնակչության կենսամակարդակը բարելավվել է, այդպես չէ։ Բացի դրանից վարչության ներկայացրած տվյալները վիճակագրության ամբողջ պատկերը չեն արտացոլում։ Եվ հետո, եթե ընդամենը 4 ամիսների ընթացքում մարզը լքում է 316 քաղաքացի, դա արդեն խոսում է այն մասին, որ վիճակը Շիրակի մարզում մեղմ ասած անմխիթար է։ Միգրացիոն ցուցանիշը տեղական է, այսինքն եկողների թվաքանակը գերազանցել է 309-ով մեկնողների թվաքանակից։ Նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատած եկողների թվաքանակը աճել է 3.4 անգամ, իսկ մեկնողների թվաքանակը կազմել է 71.7%։ Իշխանությունների մարզերի համաչափ զարգացում հայտարարությունը Սեյրան Մարտիրոսյանի գնահատմամբ իր մեջ քաղաքական ենթատեքստ է պարունակում։ Եթե հանրապետության մեկ մարզում աղքատության մակարդակը ընդամենը 23% է, իսկ մյուսում 48%, դա արդեն վկայում է, որ ծրագիրը իշխանությունների հերթական խոստումն է, ինչը բնականաբար տեսականից գործնականի չի անցնի։ Մեր մարզում ներքին արտադրողը պաշտպանված չէ, այդ ուղղությամբ նախադրյալներ եւս չեն ստեղծվում։ Հարկավոր է ստեղծել իսկապես ապահով ներդրումային միջավայր, որը չկա։ Մարդիկ գնում են, հիմա արդեն գնում են նաև նրանք, ովքեր կարող են ապրել, գնում են նաև նրանք, ովքեր իրենց հետ տեղափոխում են իրենց բիզնեսը, հենց այդ պատճառով, որ իրենք իրավական առումով անպաշտպան են։ Աղքատության բարձր մակարդակով Շիրակի մարզին հետևում է Կոտայքը 43%, Լոռին 41%, Գեղարքունիքը 40%, Երևանում աղքատությունը 26% է, ավելի ցածր, քան հանրապետական միջինը։ Հարկ է նշել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը ուղղակի ազդել է աղքատության մակարդակի վրա։ 2009 թվականին աղքատությունը 2008 թվականի համեմատ աճել է 6.5%-ային կետով։ 2010 թվականի վերաբերյալ տվյալները առայժմ հրապարակված չեն։ Փայլակ Վարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։